Ցեղասպանությունից հետո հայ փաստականների առաջի սերունդը ամաչում էր հայ լինելուց եւ պատահական չէ, որ երկրորդ ու երրորդ սերնդի հոտարության մեջ ծնված հայ երեխաները հաճախ կրում էին ոչ հայկական անուններ, առաջացան Ռիչարդներ, Ջոններ, Ջեյմսեր եւ Մոնթեի անունը, ինչպես եւ իր քրոջ Մայլի անունը, կարծես թե հայկական որևէ եզր չունեին, բայց Խաղաղ օվկիանոսի ափին համարյա ծնված Մոնթեն իր անունը մարմնավորեց իր կյանքով։ Ի վերջո Մոնթե դա լեռնցի է եւ Սեդայի փոքրիկ զավակը Սարո Մոնթեն իր անվան մեջ արդեն կրում է այն իմաստը, որը բացահայտեց իր անվան եւ իր կյանքի մեջ Մոնթեն, որը թողեց իր սիրտը լեռներում։ Մեր թանկագին հյուրերից մեկը վերջերս երիտասարդների հետ հանդիպելուց մի քանի ժամ շարունակ պատմում էր Մոնթեի մասին եւ իրեն բաց չէին թողնում։ Հիմա նա ընդամենը մի 7-10 րոպե ունի, որ ընտրի ինչ այսօր մեզ կպատմի, դա Արցախի հերոս Մարտական խաչի ասպետ Ման Բադասյանն է։ Վան ջան, չեմ տեսնում քեզ, մոտեցիր խնդրում։ Բարև ձեզ, սիրելիներս, ես դեռ հզված ֆիլմի տպավորության տակ եմ, որովհետև այն կարճ ժամանակաշրջանը, որ մենք անցկացրինք պատերազմի ժամանակ Ավոյի հետ, մեր շատ սիրելի Ավոյի հետ, իսկապես շատ հիշարժան եւ տպավորիչ է։ Ավոն այսպես, որ ասում են, եկավ, փայլեց եւ գնաց հենց այդ էր մեր արցախցիներից համար, իհարկե Սփյուռքից եկած շատ փոքրաթիվ մարդկանց, որոնց մեջ նաեւ Ավոներ մեր մեծ ոգի ներշնչեց պատերազմի առաջի օրերից։ Մարտունին դա շատ ծանր շրջան էր, ամենամեծ տարածքներից ամենաշատ բնակչությունը այնտեղ էր, արդեն մնացել մարտակերտը չկար եւ Ավոյի համար շատ դժվար էր։ Այդ շրջանը դժվար էր, դրա համար ներքին խլրտոսներ կար, խժդժություններ կային տարբեր տեսակի, Ավոն կարողացավ շատ կարճ ժամանակ ընթացքում իր անձնական օրինակով միավորել եւ իհարկե սկզբից հակառակորդներ ուներ, բայց կարճ ժամանակ 1-2 ամիս հետո Ավոն կենդանի կուռքը դարձավ մարդկանց եւ պատկերացնում եք այնքան էին սիրում իրեն, ուզում էին մոտ լինել, որ մարտունեցիները գիտեին Ավոն որ պետք է որ ճանապարհով գնար շտաբ, կանգնում էին ճանապարհին եւ ասում տեսանք, մենք տեսանք Ավոյին, այսօր Ավոյին տեսանք մենք։ Ավոն ֆիլմի մեջ շատ իսկապես մարմնավորված է նրա բնավորության գծերից շատ բաներ, բայց Ավոն տարբերվում էր ընդհանրապես բոլորից նրանով, որ շատ մաքուր եւ այդքան շիտակություն, այդքան պարզություն, մաքրություն մարդու մեջ ուղղակի անհնարին է նկարագրել եւ ազնվություն նաեւ կար իր մեջ, անշապ ինքը չէր սիրում, երբ որևէ գյուղ թուրքի կամ գյուղ կամ քաղաք, որ գրավում էինք, թավանի նկատմամբ շատ վատ կեշ ինքը ուղղակի զզվանք ուներ եւ Քելբաջարից առաջ երբ մենք պիտի գնայինք Քելբաջար, ինքը ելույթ ունեցավ Գետավանի դպրոցը, որ մենք շտաբ էինք սարքել, ավերված դպրոցը, Հադրութի, ես Հադրութից եմ, Հադրութի ուրեմն գունդն էր եւ Մարտունի գունդը երկու գնդերից էքսպեդիցիա էր պատրաստվել եւ մոտ 240 հոգի ընդհանուր էքսպեդիցիայի հրամանատարը Մոնթեն էր այդ ուղղությամբ։ Ինքը ելույթի մեջ շատ կարճ ելույթ ունեցավ, ասեց վաղ առավոտ մենք սկսում ենք Քելբաջարի գործողությունը եւ
մենք թերևս վաղ երեկոյան ըլանք Քելբաջար, դուք պատկերացրեք 45 կիլոմետր է այդ տարածքը, մենք պատկերացնում ենք, որ ամիսներ պիտի տևի, բայց ինքը ասում էր, որ առավոտ կանող սկսում ենք եւ թերևս վաղ երեկոյան ըլանք Քելբաջար, ասավ թալան մալան չներ, այսինքն հավ, գով, Ժիգուլի նիկատիվն էր, գով, զենք մա անգամ, որովհետև մենք սիրում էինք զենքը անանավանդ, որ տրաֆեի որպես վերցնեինք, բայց ինքը դեմ էր այդ ամենին եւ ասաց վերջացած զենքեր կդնենք ասֆալտի վրա, կոմբինատորեն զորքեր կգան ու կվերցնեն։ Իհարկե այդպես չեղավ եւ Ժիգուլին վերցեցին եւ հավը, գովը այդպես, բայց դառնալ էր տաները թողեցին, շփոթվեցին որանք, բայց Մոնթեն շատ ներվայնանում էր այդքանը տեսնելով, կոմբինատորին զորքերն էլ իրենք էլ թալանով զբաղվեցին, ոնց որ պետք էր, ասենք, աշխարհազորը ոնց որ կանի, ավոն ջղայնանում էր դրանից եւ շատ էր ներվում, ու երբ մենք հասանք, ուրեմն Նադիր Խանլի կոչվող Քելբաջարից, Քարվաճար քաղաքից դեպի Կիրովաբադի Խաչմերուկ, ուրեմն Հայաստանից եկող զորքին մենք հանդիպեցինք, թող ինձ ներեն բոլորը, բայց ես ճշմարտությունը պիտի ասեմ, ում որ պետք է նեղացնեմ կթողների, ուրեմն գեներալ Գարիբալցյանը գլխավորում էր այդ զորքը, որ մեզ հանդիպեցինք, ինքը գեներալ զորավար էր ասում, երբ հանդիպեցինք, մենք առաջին անգամ այդ մեկ ամսվա մեջ, որ մենք նաև Մարտակերտի ազատագրման գործողության մեջ էինք, ավոյին տեսանք, շատ ուրախացանք, պատկերացնում ենք մեր ուրախությունը, երբ Ղարաբաղի զորքը եւ հայկական զորքը իրար արդեն հանդիպել ենք, արդեն ազդագրված է ամենը եւ Մոնթեն առաջ անգամ սկսեց ծիծաղել, սկսեց ժպտալ, ծիծաղել քաղաքական նույնիսկ, միջև այդ ինքը չէր անում եւ չէր ծիծաղում։ Իր շատ սիրելի հրամանատարներից մեկը Մավոն, որ ցավոք սրտի անցած տարի զոհվեց ավտովթարից, ասավ տղեկ եկեք տեսեք, ավոն ծիծաղում է։ Եկեք մի հատ նայեք, ավոն ծիծաղում է։ Ավոն ասեց շատ պատմական քայլ է, որ մենք կատարեցինք, զորավար Գարիբալցյանը ասաց, ես հայտարարություն եմ անելու, Մոնթեն պատրաստում էր նկարել իր հայտարարությունը եւ ասաց, ահա այս գիծը, որ մենք հանդիպել ենք, այս գծից այս կողմ դուք թալան չանեք, թալանը մենք ենք անելու, գծից այն կողմ դուք պետք է թալանեք։ Հիմա ավոյի կատաղությունը տեղում չափուսարման չկար, իսկույն այդ ծիծաղը, այդ ժպիտը իր դեմքից չկացավ եւ ասաց վայ քեզ զորավար, ասելու բաներ, միայն այդքան ասենք ինքը չպորտկաց, ուրիշ բան չասեց։ Էշի մասին, որ այդպես Մոնթեն ֆիլմում երբ ցուցադրեցին, այն հետաքրքիր բան հիշեցի, մի բան, երբ ինքը ուրեմն այդ բառը իսկապես օգտագործում էր, երբ մարդուն ինքը չէր հայհոյում, ինչպես մեր մեջ սովորություն կար, դե մարտի ժամանակ ընդունված էր, հիմա հայհոյ են, սրա սենսը, սրան ենսս, այսպես, բայց ինքը չէր ասում, ընդհանրապես այդ բառերը չէր գործածում եւ ինչպես այնպես պատահեց, որ մի անգամ գերիներ վերցրեցինք, տարիքով մարդոքի, ասեցինք ինչ կա, ինչ ես տեսել, Քելբաջարից էին գալիս դեպի ներքև, ասեց մեկ հատ գործող տանկ կա ճանապարհի վրա, դե հիմա մենք չգիտենք այդ տանկի վրա, իրենք չկարողացան մեզ ստույգ ասել, տանկի մեջ մարդ կա, ուրիշ ով կա, մենք մի հատ տանկ ունեինք, ճանապարհով բաց թողեցինք, որ այդ տանկը գնա եւ պահ տվեցինք տանկիստներին, որ մեր հետ կապը պահի եւ հենց որ տանկը տեսնի, հանկարծ դե Մոնթեի ֆիլմից է տեսակ, ինքը բան ուներ, խոպի ուներ, որ տանկը միանգամից չխփել, եթե հնարավոր է գրավել, որ մերը լինի։ Հիմա գնացինք մենք այսպես հետախուզեցինք եւ տեսանք, որ աշխատողը բան է, MTLB է, այդ սեպավոր ծիկաչ է, քարշող մեքենա է, որ արտիլերիայով օգտագործում է։ Ուրեմն ասեցինք դե լավ, էլի տեխնիկա է վերցնենք, լավ կլինի, տանկիստներին իջեցինք տանկից, ասեցինք դուք գնա ապահովության համար այդ MTLB-ի մոտ է, մենք գանք։ Այս տանկիստները հենց դուրս եկան, կրակեցին ու պայթեցրեցին MTLB-ն։ Հիմա Մոնթեն եկավ թռավ բանի վրա, տանկի վրա, կտկտացրեց, ասեց իջեք, իջան բոլորը։ Հենց տանկի վրա ասեց դու ինչու կրակեցիր, ինչու կրակեցիր, դու ով ես որ կրակես, ասաց ես տանկի հրամանատարն եմ, ինչ հրամանատար, դու էշ ես, էշ, իսկական էշ, հետո դուրս եկավ բանը նշանառուն, նա ոչ չի կասեց դու ով ես որ կրակեցիր, դու ինչի կրակեցիր, դու ով ես,
ասավ ես նավոճիկն եմ, ինչ նավոճիկ, դու նալ էշ ես։ Հետո շատ զարմանալի եղավ, հիմա որ մեխանիկը դուրս եկավ, ասաց դու ով ես, ասաց ես էշ եմ։ Շատ մեծ եղավ մեր զարմանքը, ամոն այսպես մնաց քարկը դրած տեղում։ Տեղում քարկը դրեց, շշմեց իքրի բասպես և ձերկը թարթվեց որ տանկից իջավ։ Ավոյի պարզությունը մենք, շիտակությունը մենք շատ տեղ տեսանք, մանավանդ նորից ես կրկնում եմ, Ավոն դժվար շրջանում էր ինքը հրամանատար, այնտեղ իր ասիկ Արցախում ամբողջ բանակը աշխարհազոր էր, ոչ միայն մարտական դիրքերը պետք է պահպանվեր, այլ զինվորները պետք է հերթով գնային տուն, պետք է խոտը բերեին, ձմեռվանասուների փայտը բերեին, վարլե փայտը, պետք է հունձ անեին, պետք է կովերը տեղավորեին, ամեն ինչ, մի խոսքով գյուղի ամենամեծ գործերը, որովհետև դա մեր թիկունքն էր ապահովում, աշխարհազորը եւ թիկունքն էր ապահովում եւ պատերազմը, իսկ այդ ամենը պետք է կազմակերպվեր, այդ ամենը պետք է նկատի ունենար։ Մենք դա հասկանում ենք, որտեղ մենք մեջն էինք, բայց Մոնթեն հենց որ եկավ ինքը առաջին օրերից էլ ինքը առավել կարողացավ ըմբռնել, հասկանալ եւ այդ ինքը սկսել նաեւ կազմակերպեց նաեւ, որովհետեւ Ղարաբաղի բոլոր գնդերը պաշտպանական շրջան էին նաեւ, ասենք Հադրութի պաշտպանական շրջան, Մարտունիի պաշտպանական շրջան, Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարները ոչ միայն մարտերն էին, դիրքերն էին պատասխանատու, այլ նաև ժողովրդի ամբողջ անվտանգությանը, սննդի, կազմակերպման, ամեն։ Եվ Մոնթեն իր պարզությամբ ինքը օրինակ էր ցույց տալիս։ Ինքը խոբի ուներ տանկերի գրավման, որ ասենք մենք տանկերը գալիս են, միայն թե խփենք, ճիշտ է, խփելը, ասենք որ չասնենք, բայց ինքը երկու խնդիր ուներ, թե ոչնչացնել, թե արգրավել։ Եվ պատահական չէ, որ իր գնդում տանկերը ամենաշատն էին, շուրջ ինք ստացել էր 8-10 տանկ, բայց արդեն 40-42 տանկ ուներ իր գնդում։ Ավոյի մասին շամերով կարելի է խոսել, բայց քանի որ ժամանակը չի ներում, ես միայն հետևյալը կասեմ, որ այն ժամանակ, պատերազմի ժամանակ, Ավոյի տեսակը, Ավոյի նմանները պետք է որ պատերազմը շահեին։ Գիտեք, մարտահրավերները շատ մեծ էին այն ժամանակ, պատկերացնում եք, թուրքերը մեզնից հզոր էին զենքով, զինատեսակով, հետևակով, մարդուժով, իրենց տնտեսության։ Մենք ավելի աղքատ էինք, քիչ էինք, մեր զենքերը քիչ էր։ Որ պետք է լիներ մեր առավելությունը։ Մեր առավելությունը պետք է լիներ կազմակերպվածությունը, միասնականությունը եւ ոգին։ Մենք այդ օգտագործեցինք։ Մեր այդ առավելությունները օգտագործեցինք եւ ես կարծում եմ Ավոյի այդ այսպես որ եկավ շատ արագ եւ փայլեց ու գնաց, դա անդառնալի կորուստը հենց ավոիզմը, հենց այդ մոնթեիզմը, այդ գաղափարը, որ այսօր չկա, այդ շիտակությունը, այդ մաքրությունը, այսօր պատերազմից հետո որ ավելի հեշտ է մեզ կազմակերպվել, զարգացնել, տանել, ցավոք սրտի, ես իհարկե չեմ ուզում քաղաքականացնել այս հանդիպումը, բայց ցավոք սրտի այսօր ես որպես մարտերով անցած մարդ եւ հրաշքով փրկվածներից մեկը, որ այսօր ապրում եմ, մենք պետք է մտածենք, թե ինչ ենք թողնելու մեր թորներին, մեր զավակներին, մեր երեխաներին, ինչպիսի երկիր ենք թողնելու, այո, ազատագրվեց, հետո եւ հենց այս շիտակությունը, այս մաքրությունն է բացակայում մեր այն ժամանակվա պատերազմի կազմակերպիչները ինչ ձև էին, այսօրվա տնտեսության եւ երկրի զարգացման կազմակերպիչները ինչ ձև են։ Ընդհանրապես չի խոսում իրար հետ։ Չի խոսում, սա է պատճառը, որ մեր վիճակը այսպես մեր երկրի վիճակը խղճուկ է։ Ես չեմ ուզում վախեցնել ձեզ, բայց ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի Հանրապետությունը արդեն ռեզերվային ֆոնդ է ստեղծել եւ 50 միլիարդի հասնում է ռեզերվի ֆոնդը, բայց մենք տարեկան 1 միլիարդ չեն կարող ասել։ Ինչ է, ես չեմ ուզում շեղվեմ, բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հիշենք առավել, գնահատենք Ավոյին, ոչ միայն հենց նա, որ եղել է իբրև ռազմական գործիչ, իբրև քաղաքական գործիչ ժամանակի մեջ, այլ պետք է մենք այս օրը, այսօրը մեր այսօր եւ ապագան մենք հենց նման ոգով, նման ուղով առաջնորդվենք եւ գնանք։ Սա է հետաքրքիրը, սա է հենց գրավականը, սա է, որ այսօր մենք պետք է
պահենք եւ պահպանենք։ Օկտոբեր օրից ուզում եմ Սեդա ջան, ես ուրախ եմ, որ այսօր քեզ տեսա։ Ես առաջ անգամ տեսա քեզ Քելբաջարի խաչմերուկում, երբ մենք գրավեցինք, արդեն հանդիպեցինք եւ զորավարից նեղացած Ավոյի հետ իջանք, դու արդեն խաչմերուկում էր եւ Ավոյի համար շոկոլադ էիր բերել, շատ մեծ քանակությամբ։ Ավոն միայն մի հատ վերցրեց, մնացածը բաժանեց զինվորներին։ Հետո մենք բարձրացանք այդ օրը Յանշակ դեպի ուրեմն Օմարի Լեռնանցքը եւ այնտեղ ձորում վերտալյոտ տեսանք ուղղաթիռ։ Ավոն երեխայի պես ուրախացավ, ասաց ինչ լավ է, վերտալյոտալ կունենանք, բայց հետո կրակեցին վերտալյոտից դեպի մեզ եւ մենք հրաշքով փրկվեցինք։ Ընկանք այսպես քայլերի մեջ, հետո վերտալյոտը թռավ գնաց, շշմած երկար նայեցինք, որ մերը պետք է լիներ, բայց չկարողացանք մերը սարքել։ Մեջին թուրքերն էին, հենց բարձրացավ, մեզ կրակեց ու գնաց։ Եվ ես վերջին անգամ տեսա քեզ, երբ Ավոյի դին տեղափոխում էինք ուղղաթիռով եւ անկեղծ ասած հիշում եմ քո հայացքը, երբ դու պահանջեցիր ուղղաթիռը կանգնի, դեռ չշարժվի, դուռը բացեցիր, մեկ անգամ հայացքը ձգեցիր դեպի ժողովուրդը, որ ճանապարհում էր, մենք հուզված բացակումած ժողովուրդը ճանապարհում էր ձեզ, եւ այդ հայացքով չխոսեցիր, բայց ամեն ինչ ասացիր, այդ հայացքի մեջ շատ բան կար, եւ այսօր տեսնելով ես շատ ուրախ եմ, երկար ժամանակ այդ ընդմիջումից հետո ես ուրախ եմ տեսնելու Փառք Ավոյին, հիշենք բոլորին։